Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես խոշոր հրդեհ Մալաթիա տոնավաճառում փրկարար ծառայությունը հազանգեստացել, որ կոշիկի պահեստում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։ Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 1000 քառակուսի մետր պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:53-ին, մարվել 16:49-ին։ Մենք ստե просто կայնացա, крышица так է ծուխ եկավ, մենք չգիտենք ինչից է։ Это ապրես լրիվ ես ով ստե աշխատում, ով չի աշխատում, շատ շնորհակալություն ուզում ասեմ, то что ինձ օգնել է, իմ ապրանքը հանել է։ Դել այդ խանութ, вот մնավանդ այդտեղ շատ ապրես լրիվ Չէ, просто մի քիչ կեղտոտեմ, շատ մի խաղենք, ես աման չունեմ, Ուշանվերներ, նկարներ, արձանիկներ, մեծ խանութ, ասենք, ծերից ծեր։ Կոշիկի պահեստ են ասում։ Ինչի պահեստ։ Կոշիկի պահեստ են ասում։ Հա, դե այնտեղ շարունակվում է, արդեն կոշիկի պահեստներն ա գնում։ Հա։ Իսկ էսի արդեն միջև շոշը իր խանութն ա եղել։ Որ հատվածում եք եղել։ Ես են դիմացի արտելն եմ, ես դիմացն եմ, ինձ վնաս չի եկել։ Ուղղակի գոլեգաներ են, էլի սիրտն էս ցավում է։ Մենք կարողացանք օգնենք, որ մինչև ասենք բաժարների գալը, հա, որ առաջի օգնություն լիներ, քանի որ ջրերը մեր մոտ կար, շլանգները ունեինք, բոլորը արեցինք եւ շատ արագ եկավ բաժարնի։ Եվ կարողացանք մի կերպ դեմ առնել, բայց սա Մալաթիա տոնավաճառի տարածքը չի, հարակից տարածքն է։ Մեր մոտ բարբերաբար ստուգումներ լինում է եւ անվտանգության համար ամեն ինչը ունենք, հա, մենք կարողացանք օգնել մի քիչ։ Հա, այստեղ էլ մեր ամբողջ աշխատողները աշխատում էին, որ կարողանանք միասին հանգցնենք։ Հնարավոր էր, որ շարունակվեր դեպի այն կողմ, բայց կարողացանք դեմ առնել։ Մի հոգի վիրավոր էր, իր պատճառով էր վիրավոր, անընդհատ իրան դուրս հանեցին, ոստիկանությունն էր այստեղ, նրան տարան հեռու, եկավ ինքը մտավ, ինքը իրան վնասեց։ Միայն այդ մի հոգին է, որը որ երևի մի ինչ-որ չափով էլ խմած էր։ Լարված իրավիճակ էր Հովանավանքում կարգալույծ հռչակված Տեր Արամ Քահանան հրաժարվել է լքելի եկեղեցու տարածքը։ Այստեղ էին նաև ոստիկանության ծառայողներ, գյուղի բնակիչները պնդել են, որ դա իրենց գյուղի եկեղեցին է եւ իրենց քահանան լինելու է Տեր Արամը, որը չի ընդունում իր կարգալուծությունը։ Իմ օծումը ով ա վերցրել։ Կներեք իմ օծումը Ես հիմա քահանաներին, հələ մի րոպե, քահանաներին հարց եմ տալիս։ Իմ օծումը ով ա վերցրել։ Իմ օծումը ով ա վերցրել։ Ես ձեզ ասում եմ, այն ինչ որ իրանք ասում են, չեմ ընդունում։ Արի Հայսում ջան, դու էմոցիա ցույց մի տուր, ասեցիր, փոխանցեցիր, չեմ ընդունում։ Չեմ ընդունում։ Վերջ։ Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրի, դե գնացեք։ Պարոն Ասատրյան, ձեզ աղանդավորներն են սատ առնչություններ աղանդավոր։ Կաթողիկոսը ամուսնացած երեխեք ունի։ Ձեզ գնացեք։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող կարգալույծ։ Տնտեսության ենթակառուցվածքում տեղի են ունենալու ֆունդամենտալ փոփոխություններ, գոհունակությամբ պետք է արձանագրել, որ Հայաստանը քայլ առ քայլ հաղթահարում է շրջափակումը։ Կառավարության նիստում հայտարարել է վարչապետն, անդրադառնալով դեպի Հայաստան արտահանման սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարություններին։ Դա շատ կարևոր որոշում է եւ ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, դեկլարացիա չեն։ Դրանք դեկլարացիա են, որն իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Վաշինգտոնի հռչակագիրը եւ ձեռքբերված պայմանավորվածությունները դրանք ընդհանրապես ինչպես փորձ արվում որոշ տեղերում ներկայացնել, ընդհանրապես միայն դեկլարացիա չեն, այսինքն դրանք դեկլարացիա են, բայց որը իր հետ բերել է կոնկրետ արդյունքներ։ Ես ձեզ մի նման բան ասեմ, հարգելի գործընկերներ, որովհետեւ տեսեք, երբ որ մեր որևէ գյուղում կրակոցի ձայն է լսվում, հաջորդ օրը ամբողջ սոցիալական ցանցերում բուրըն քննարկվում է, չէ՞, թեման։ Բայց որ մեր գյուղում արդեն որևէ գյուղում երկար ժամանակ կրակոցի ձայն չի լսվում,
Դա բնականաբար ոչ մեկ չի քննարկվում, ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք, ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք, եւ սա շատ կարեւոր է, այսինքն մենք այս պարամետրերը պետք է տեսնենք, կշռենք, որպեսզի նաև մենք դինամիկան տեսնենք, մենք ուր ենք գնում, մենք շարժվում ենք, թե չենք շարժվում։ Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ արդեն մթերվել է 211,000 տոննա խաղող համեմատության համար հիշեցրել է, որ նախորդ տարի մթերման ծավալը եղել է 164,200 տոննա։ Գևորգ Պապոյանը նշել է, առաջիկա 1-2 օրերին ամբողջությամբ կավարտեն մթերման պրոցեսը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ Հայաստանում խաղողի ոլորտում խորքային փոփոխություններ են տեղի ունենում, ուզենք թե չուզենք։ Կոնյակ կարող է արտադրվել միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Կառավարության նիստում հայտարարել Նիկոլ Փաշինյանը, հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, ասել է նա։ Այն որ ես ասում եմ, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվի, դա հիմք է տալիս ինձ մեղադրելու հերթական անգամ մեր ազգային արմատներից կտրվելու։ Մենք պետք է այս տեղեկությունը իմանանք։ Ուրեմն կոնյակ կարա արտադրվի միայն Ֆրանսիայի կոնյակ երկրամասում աճեցված խաղողից։ Նույնիսկ Ֆրանսիայի մեջ ուրիշ ռեգիոններում աճեցված, օրինակ կա արմանյակ, որը լրիվ ուրիշ ռեգիոնի խաղողից ստացվող խմիչք է։ Շամպայն Հայաստանում չի կարող լինել, որովհետև շամպայնը արտադրվում է միայն այն խաղողից, որը Ֆրանսիայի շամպայն ռեգիոնում է աճում։ Դրա համար կա պրոսեկո, որը էլի փրփրուն, այսինքն ժանրը փրփրուն գինին է, որը տարբեր անուններ ունի։ Իտալականը կոչվում է, ենթադրում եմ, դա ռեգիոնի հետ կապ ունեցող։ Այսինքն մենք այս բաները պետքա հետո մենք գնում ենք ասում ենք դե կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժորժ ջան, չի կարող լինել։ Ասում եմ, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։ Կլինի տենց։ Չէ, բայց կա ես չեմ բացառում, որ մենք այդ հայտնի անեկդոտա, չէ, բայց դա արտահայտում է բաները, ինքը իր մեջ իմաստ ունի, Դիլիջանի ջերմուկ ինչպես չի կարող լինել, այնպես էլ չի, ես էլ եմ ասում եմ կոնյակ, բայց պետք է մենք հասկանանք, մենք պետք է մեր վրա աշխատենք, որպեսզի այս հիմա սա ինչի մասին է նաև ասում, սա խաղողի շուկայի հետ ինչ կապ ունի, որովհետև հայկական խաղողից արտադրվող բրենդին ինքը անխուսափելիորեն շուկայում ունենալու է որոշակի փոփոխություններ։ Իհարկե Երևանի կոնյակի գործարանը Pernod Ricard ընկերությունը հաջողությամբ է ամենահաջող իրանք են իրականացնում այդ ռեբրենդինգը, բայց Երևանի կոնյակի գործարանը չի կարող ամբողջ ծավալը մթերել։ Այստեղ մեր մյուս գործընկերներին պետք է օգնենք իրանք էլ այս թեմայի վրա աշխատեն, բայց երկրորդը մենք պետք է հասկանանք խաղողի ցանկատարածությունների հետ ոնց ենք կառավարում։ Երկրորդը ինչ process է նկատվում։ Գիտեք, որ շուկայում գինու խաղողը էականորեն ավելի թանկ է, բայց մենք հիմա նկատում ենք process եւ ընդ որում աշխարհում է այդ process-ը վաղուց տեղի ունեցել։ Արտադրողները նախընտրում են իրենց համար խաղող արտադրել, որովհետև գինու խաղողի արտադրությունը ունի բազմաթիվ նրբություններ, այսինքն թե խաղողը ոնց աճեց, մի թփի վրա քանի ողկույզ մնաց եւ այլն, դա արդյունքում ազդում է արտադրանքի որակի եւ շուկայի մրցակցայնության վրա։ Իսկ խորհրդարանում դարձյալ թեժեր, պատգամավորները շեղվել են թեմայից։ Քովիդից մինչև ստորագրված փաստաթղթեր, Վարդան Ղուկասյանի կալանավորում, կատարված ու չկատարված խոստումներ։ Հանդիմությունն ու իշխանությունը դարձյալ միմյանց են մեղադրել։ Ձեր կառավարման ընթացքում երկու կարևորագույն փաստաթուղթ եք ստորագրել,
բանի տեսանկյունից։ Նոյեմբերի 9-ը, օգոստոսի 8։ Նոյեմբերի 9-ից մի քանի ամիս հետո տարընթերցումներ սկսեցին, օգոստոսի 8-ից հետո ստորագրելուց 3 րոպե հետո երկու երկրի ղեկավար միջանցք բառ օգտագործեց։ Այստեղ կա երկու տարբերակ։ Կամ դուք միջազգային պայմանագրեր կազմել եւ կարդալ չգիտեք, ունակ չեք ուղակի։ Կամ էլ խափում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իրականում պայմանավորվել եք այն ինչ որ իրանք ասում են, բայց փորձում եք խափել, որ ձայն կորզեք։ Ավելի հետ գնանք 18-19 թվական Սիրիա զորախումբ էիք ուղարկել, զորախումբ սակրավորներ, հումանիտար եւ այլն։ Որոշումը չեմ քննարկում, առանձին բանավեճի թեմա է։ Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը ինչ է ստացել։ Դա կարևորագույն որոշում է։ Զիջում բառը չեմ ուզում օգտագործել, բայց դա կարևորագույն որոշում է։ Դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը ինչ է ստացել։ 0։ Շատ եք քննարկում այդ հացահատիկի պատմությունը։ Ես չեմ քննարկելու այստեղ հացահատիկի հարցը, որտեղ դա մեծավ մասամբ տնտեսական հարց է, իր մեջ իհարկե ունի անվտանգային բաղադրիչ, բայց դրա մասին պետք է խոսել ավելի ուշ։ Մի հատ հարց ունեմ։ Ինձ այս պահին հետաքրքրում է, դրա դիմաց ինչ եք զիջել։ Ասում եք ապա շրջափակումը վատ է։ Իհարկե լավ է։ Իհարկե լավ է։ Իհարկե տնտեսական ինտեգրումը այլընտրանք չունի աշխարհի միտումն է։ Բայց լավ է, եթե միակողմանի պարտադրված չի։ Լավ է, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չի կամ տնտեսական էքսպանսիա չի։ Լավ է, եթե ապաշրջափակումը միայն ձեր նեղ քաղաքական նպատակադրումը չի իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Լավ է, եթե փոխադարձ է, իրապես փոխադարձ, ոչ թե թրիփի ճանապարհի այլընտրանքը, որ իրենց խոստացել եք անխոչնդոտ անցում, ընդամենը ծորենի իրենց տարածքով փոխադրման թույլտվությունն է։ Հիմա ղազախական ծորենի մասին, պարոն Թունյան, իհարկե լավ է, որ մենք կարողանանք այլընտրանքային եղանակով պարենային անվտանգության հարց լուծենք, պարենային անվտանգության ապրանք բերենք ավելի որակով կամ ավելի էժան։ Բայց տնտեսական գնից բացի այս դեպքում առաջնայինը աշխարհաքաղաքական գինն է, որի մասին դուք ավելի լավ գիտեք, որտեղ ավելի եք տեղեկացված, քան ես, բայց չեք բարձրաձայնում, որովհետև ձեր դեպքում նեղ քաղաքական շահը գերակայում է ազգային շահին։ Բացի աշխարհաքաղաքական գնից, ինչ գին ենք մենք վճարում։ Վատ է, եթե այդ նվերը տրոյական ձիու տեսքով է։ Վատ է, եթե աշխարհաքաղաքական գինը մեր կենսական շահերի հաշվին է։ Չեմ հավատում, որ այդ գինը մեր կենսական շահերի հաշվին չի։ Բնական է դուք կհարցնեք, ինչու, որովհետև խոստացել էիք բերել համատարած երջանկություն։ Հայ մարդու տուն, որտեղ եք բերել համատարած երջանկություն։ Խոստացել էիք աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Խաբել եք։ Խոստացել էիք միջին կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին 2021-26 թվականներին։ Խաբել եք։ Տարբերությունն էական է 30-35 հազար դրամի չափով։ Թվերը կարող է մի քիչ էսկոմենկո մլնի, այդ հարցին պատասխանելուց պարոն Թունյան, բովանդակությանն անդրադարձեք։ Հատուկ ձեր համար տեղ եմ թողնում, որ գոնե թվային մի փոքր սխալին անդրադառնաք։ Խոստացել էիք նվազագույն աշխատավարձը հասցնել նվազագույն աշխատավարձի չափին։ Նվազագույն աշխատավարձը, այո, դարձնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափին։ Չեք արել։ Իսկ նվազագույն թոշակն էլ պիտի դարձնեիք պարենային զամբյուղի արժեքի չափով։
Էդ էլ չեք արել։ Լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ։ Ինչն է տարօրինակ, պարոն Մանուկյան ասում է, մեզ մեղադրում է հակադաշնակցական բոլշևիկյան պայքարի ժառանգորդներ լինելու մեջ։ Այս լուրջ եք ասում։ Վարդանիկը կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ Վարդանիկը Գյումրիում քաղաքապետ ում աջակցությամբ դարձավ մեր։ Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար։ Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցա բոլշևիկյան բանը, դաշինքը։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ինչքան ուժ եւ եռանդ պետք է ունենա, որպեսզի գա ստեղից խոսա ստի մասին։ Ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի ասել լոգոն, ղեկավարը, դա սուտն է։ Դուք դրա պատճառով իշխանություն եք կորցրել, հասկանում եք։ Դրա պատճառով սուտ խոսալու, Սերժ Սարգսյանը այնքան սուտ խոսած, թե գործընկերները, իդեպ նկատի ունեմ, ռուսական կողմին, ԱՄՆ կողմին, թե ժողովուրդը, այդ ստի պատճառով ասաց հերիքա մեզ խափես, ընտրությունները խափում էիք, ելույթներում խափում էիք, թեկնածություն չեմ դնելու, Արմենիկումն եմ հնարել, 99 թվին Սերժ Սարգսյանը Արմենիկումից էր խոսում, դրանից հետո, սենց ասեմ, կարելի է բաներ գրքեր գրել ստի մասին, ու դուք հենց յարմարկը Չիսլավյան գալ ստեղ լուրջ դեմքի արտահայտությունով, սենց բաներ անելով, իմ ջած ինչ եղավ, Աղազյանի եւ Ասլանյանի հետ ձեր բանակցությունը միացան իմպիչմենտին, այդ լուրջ դարակազմիկ բանակցությունը ինչով ավարտվեց։ Էլ չեմ ասում, իմպիչմենտ էի անում 24 հոգի քվեարկեց, 34-ն չկարողացա։ Այդ լրջությունը, որ սենց ուզում եք փոխանցեք, դուք ճիշտ եք անում, որ չեք գալի դահլիճ։ Հələ ստեղ գոնե ինչ-որ բովանդակություն ունեցող ճանապարհ անցած այնուամենայնիվ ինչ-որ միտք կա, դուք պետք է ամաչեք գաք ու ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Դուք պետք է լռեք, ձևանեք, որ այդ դուք չեք։ Մարդ կա, ասեք, թող բեղ պահի, կարող է չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում մեծ սառնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տենց թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք ես խորհրդանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք։ Իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք, սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։ Ամոթ է, էլի։ Հասկանում եմ տենց հասելով 91 թվի, ես իմ որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի։ Եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, բախի չեք գալի բանավեճի։ Ձեզ հարմար ժամանակ ես կխոսեմ, ես անպայման կխոսեմ եւ ամենացածր մակարդակի բոլոր 10 գոյություն ունեցող քաղաքական գործիչների ձեր ներկայացուցիչները, որ տարբեր մարդկանց բանի են, բանավեճի են կանչում, ձեզ թվում է դուք դրանով այդ խոսակցությունից փախնելու եք։ Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանը այստեղից ասում էր, դե փակուղի է։ Կարող է հնարում եմ, կարող է տենց չի եղել, Google search-ով կգտնես։ Ես չեմ լսում ինչ եք ասում, անկեղծ ասած, ես կիսվում եմ իմ էմոցիաներով, դուք ձեր էմոցիաներով եք կիսվում, ես ձեր հետ կիսվում եմ իմ էմոցիաներով։ Իսկ ես ուզում եմ մի լավ բան ասեմ ձեզ, լավ դուք հա, լավ բան արեցի, դե ուրախ եմ, որ գոնե մի լավ բան դուք էլ արձանագրեցիք։ Ես ուզում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին։ Հարգելի падգամավորներ, ես գործի բերումով այնց հաստատվում, որ բոլորի ելույթները տենց ուշով լսում եմ, դուք ձեր մի մասը դուրս է գալիս ինչ-որ գործով եւ այլ, ես լսում եմ եւ ես պետք է ասեմ, որ ես հպարտանում եմ մեր խմբակցությունով։ Մենք ծանրակշիռ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել, ասենց ասեմ, քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի։ Ու ես վստահ եմ, որ այս կողմում հաջորդ ընտրություններին էլ թեկուզ հայտնված քաղաքական գործիչները հələ երկար ճանապարհ պետք է անցնեն, որ իմ գործընկերների այս խոսքը բովանդակալից եւ փաստարկների վրա հիմնված խոսքին կարողանան բան հակադրել։ Ես շնորհակալություն եմ դες հայտնում, այո, բոլորիդ սրտիկ շնորհակալ եմ ձեզ, ձեր լավ աշխատանքի համար, ես վերևը նստած եմ, որ հենց ասում են, չէ, Մուրադի դեմքով
նստած հպարտանում եմ, ամեն մեկիդ ասած խոսքի տակ ստորագրում եմ, շնորհակալություն ձեզ, տենց լավը լինելու համար։ Քաղաքապետն այսօր դարձյալ ասել է, որ անիվի գործով հարցաքննվել է, անհրաժեշտ ինֆորմացիան փոխանցել։ Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև քաղաքացիական պայմանագրից ինֆորմացիոն արտահոսքին վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ, շեշտել, որ վարչապետը կոչ էր անում բացառել վարչական ռեսուրսի կիրառումը։ Ավինյանը խնդրել է գովազդել դա, որ մյուսներն էլ տեսնեն։ Ինչ վերաբերում է անիվին, գիտեք, ես թվեր եմ հրապարակել 3 ժամ տևած իմ մամուլի ասուլիսի ժամանակ կոնկրետ ֆինանսական թվեր, այդ քաղաքասարակության ներկայացուցիչներից որևէ մեկը ներառյալ հետաքննական լրատվականները թվերին անդրադարձ չկա, 0 անդրադարձ կա իմ բարձրաձայնած թվերին, որով կոնկրետ պնդումներ եմ արել ու հարցեր եմ բարձրաձայնել ու հարցականի տակ եմ դրել այդ ամբողջ այդ բանի թեզերի հեղինակների թեզերն եմ հարցականի տակ դրել։ Դրան անդրադարձ չկա, ինչ որ տենց գիտեք ածանցալ, ասենք կնոջ ընկերուհին բաներ, իրանք ասենք 7 ամիս առաջ չէին ծանոթացել 1 տարի 3 ամիս առաջ չէին անլուրջ, գիտեք ես երբ որ այո հարցաքննվել եմ ամբողջ տվյալները եւ տեղեկատվությունը տվել եմ, գիտեք ես ուզում եմ մենք բոլորս մեր աշխատանքը հարգենք։ Ես ուզում եմ, որ եթե որևէ մի լրատվական իրեն փաթեթավորում է որպես հետաքննական, իրապես զբաղվի հետաքննությամբ։ Ես արդեն ասացի, էլի մոտավորապես իմ վերաբերմունքը կարակ չմեջ բերեք, հա, հլը ասեք, հլը Ժորժ ջան, դուք լուրջ եք ասում, ուրեմն, չէ, բայց իրականում դուք լուրջ այս հարցը տալիս եք, այսինքն վարչապետը ասում է կուսակցականներին, ասում է հարգելիներս խնդրում եմ մասնակցեք մեր կուսակցական հանրահավաքին, առաջարկեք ձեր ընկերներին, հարազատներին, մեր կներեք մի րոպե, համակիրներին եւ հստակ շեշտում է ասում է բացառել վարչական ռեսուրսի կիրառումը։ Ժորժ, հիմա կներեք, դուք խոսում եք վարչապետի հայտարարության մասին, խնդրում եմ մի քիչ ավելի շատ խոսեք եւ գովազդեք եւ այդ թափանցիկությունը եւ ազնվությունը թող բոլորը իմանան։ 2 ամսով կալանավորվել է փաստաբան մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, հիշեցնեմ հոկտեմբերի 25 Գյումրիում նա բերման էր ենթարկվել։ Շարժումը հայտնել էր, որ Մխիթարյանը որպես իրավապաշտպան փորձել էր հանդարտացնել Գյումրու քաղաքապետարանում ստեղծված վիճակը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ողջունել է խոշորագույն ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու Միացյալ Նահանգների որոշումը։ X-ի իր էջում Սթարմերը հիշեցրել է, որ նախորդ շաբաթ Միացյալ Թագավորությունն էր պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ։ Մասնավորապես X-ում նա նշել է. «Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն միացավ մեզ նույն նավթային ընկերությունների դեմ առարկայական պատժամիջոցներ սահմանելով։ Պուտինը պետք է վճարի իր անտեղի ագրեսիայի դիմաց։ Սպանությունները պետք է հենց հիմա դադարեցվեն»։ Միացյալ Նահանգները հոկտեմբերի 22-ին հայտարարեց ռուսական 2 նավթ արդյունահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու որոշման մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները եւ անհապաղ դադարեցնել կրակը։ Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով սահմանափակումները կվերաբերեն ռուսական բանկերին, կրիպտոարժույթների փոխանակման բորսաներին եւ Հնդկաստանի ու Չինաստանի կազմակերպություններին։ Եվրամիությունը նաև կսահմանափակի ռուս դիվանագետների տեղաշարժը անկայունացման փորձերին հակազդելու համար։ Պատժամիջոցները թիրախավորում են 45 կազմակերպություն, որոնք օգնել են Ռուսաստանին խուսափել պատժամիջոցներից, այդ թվում 12 ընկերություն Չինաստանում եւ Հոնկոնգում։ Փաթեթը ներառում է հեղուկացված բնական գազի ներմուծման արգելք
2027 թվականից եւ պատժամիջոցներ ստվերային նավատորմի եւս 117 նավերի նկատմամբ։ Եվրամիությունը նաև կխստացնի երկու խոշոր ռուսական նավթային ընկերությունների հետ գործարքների արգելքը, որոնց անունները չեն հրապարակվել։ Հոկտեմբերի 22-ին Նորվեգիա կատարած այցից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Շվեդիա։ Զելենսկին դիմավորել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, որից հետո նախատեսված էր պաշտոնական հանդիպում։ Նրանք ի թիվս այլ հարցերի քննարկել են Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ եւ Շվեդիայի եւ Ուկրաինայի միջև երկկողմ պաշտպանական համագործակցությունը։ Հանդիպման շրջանակներում Շվեդիան եւ Ուկրաինան ստորագրել են առաջիկա տարիներին Կիևին մինչև 150 նոր կործանիչ մատակարարելու հնարավոր գործարքի վերաբերյալ հուշագիր։ Վարչապետը պարզաբանել է, որ հուշագիրը նախատեսված չէ անհապաղ նոր մատակարարումների համար։ Սա 10-ից 15 տարվա երկար ճանապարհորդության սկիզբն է, ասել է Շվեդիայի վարչապետը, նշելով, որ գործարքը վերաբերում է կործանիչի ամենաառաջադեմ տարբերակին, հետևաբար արտադրական հզորությունները մնում են սահմանափակ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատրաստվում է այցելել Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ առևտրի նախարար Պետեր Սիարտոն։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վաշինգտոնում իր հանդիպումն անցել է հիանալի մթնոլորտում։ Այդ իսկ պատճառով այն տևել է նախատեսվածից ավելի երկար։ Սիարտոն նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի այցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը նախատեսված է նոյեմբերի սկզբին եւ կկենտրոնանա Ուկրաինայի կարգավորման, ինչպես նաեւ երկկողմ տնտեսական նախագծերի վրա։ Ամեն ինչ պատրաստ է վարչապետի նոյեմբերի սկզբին Սպիտակ տուն հաջող այցի համար, ասել է Սիարտոն։ Նա հավելել է, որ Օրբանը եւ Թրամփը կքննարկեն ուկրաինական հակամարտության լուծումը, քանի որ ԱՄՆ-ն լսում է Հունգարիայի տեսակետները որպես հարևան երկիր։ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմյոնը հույս ունի, որ իր երկիրը կկարողանա ընդունելի առևտրային համաձայնության հասնել ԱՄՆ-ի հետ։ Նախագահն ընդունել է, որ Սեուլի եւ Վաշինգտոնի միջև առկա են տարաձայնություններ առևտրային հարաբերություններում։ Նախագահը խոսելով ԱՄՆ-ի մասին հավելել է. «Մենք ի վերջո կհասնենք մեր նպատակին, քանի որ ԱՄՆ-ն առաջատար երկիր է, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության եւ ազատ շուկայի համակարգի արժեքներին»։ Հուլիսի վերջին Սեուլը Վաշինգտոնի հետ կնքել է առևտրային գործարք, որն ուղղված է կորեական արտահանման բարձր սակագների կանխմանը։ Համաձայնագիրը ներառում է $350 միլիարդ գումարի ներդրումների հոսք Հարավային Կորեայից ԱՄՆ։ Բանակցությունները ձգձգվել են, ինչի հետևանքով երկրի հիմնական ավտոմոբիլային ճյուղը հայտնվել է անբարենպաստ իրավիճակում։ Նրա վրա տարածվում է ԱՄՆ-ի 25%-անոց սակագները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ կարողացել է ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների տարհանում իրականացնել։ Այս մասին X-ի էջում գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրադադարի սկսվելուց ի վեր առաջին անգամ Գազայի հատվածից կրիտիկական վիճակում գտնվող 41 հիվանդի եւ 145 ուղեկցող անձի բժշկական տարհանում է իրականացրել, գրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը։ Նա հայտնել է, որ մոտ 15,000 հիվանդ դեռևս սպասում է Գազայի հատվածից դուրս բժշկական օգնություն ստանալու հաստատմանը։ Մենք շարունակում ենք կոչ անել երկրներին իրենց համերաշխությունը ցուցաբերել եւ բացել բոլոր ճանապարհները բժշկական տարհանումներն արագացնելու համար, գրել է Թեդրոս Գեբրեյեսուսը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ ու ատրճանակ, պարեկների բացահայտումը տեսանյութում։ Հոկտեմբերի 18-ին ժամը 10-ի սահմաններում մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում մայրաքաղաքի պարեկները նկատել են BMW Magnishի մի ավտոմեքենա, որի վարորդը ըստ օպերատիվ տեղեկության զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ։ Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի։ Արցախի պողոտայում BMW-ն ինքնավթարի է ենթարկվել։ Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել։ Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է
համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակոն գյուղի բնակիչ է, 26 տարեկան։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ, ընդհանուր մոտ 57 գրամ քաշով։ Պայուսակում կար նաև 3 փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու եւս 7 փամփուշտ պահունակի գրպանիկում։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ Հանրապետության առանձին շրջաններում վաղը սպասվում է կարճատև անձրև։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունը բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։